զբոսաշրջության ոլորտում եւ հարցեր, իսկ արդյոք Հայաստանում լինելու է այնքան զբոսաշրջիկ, որ այդ բոլոր ներդրումային ծրագրերը ինչ որ ձևով արդարացվեն, եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք ինչպես տեսակ իրենք զբոսաշրջային թվերի վրա ունեցան էական ազդեցություն։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հարցի վրա։ Մենք ունեցել ենք երբևէ ռեկորդային տարի՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ինչ բացատրություն ունի այս ամենը։ Նախ ուզում եմ մի քանի գործոն նշել այս թվերի եւ պոտենցիալի մեծացման առումով զբոսաշրջության ոլորտում։ Առաջինը, մենք այս զարգացումներին կարողանում ենք հասնել այն բանի պատճառով, որ այդ թվում չենք վախենում սխալվել եւ չենք վախենում սխալներից եւ չենք դադարում նաեւ մեր հնարավոր սխալները առավելության վերածել։ Դուք հիշում եք շատ հայտնի եւ սկանդալ հարուցած պատմությունը կապված Snoop Dogg-ի Երևանյան համերգի հետ, որը իհարկե հրավիրվեց որոշակի պայմաններում եւ չեղարկվեց որոշակի պայմաններում եւ բանը հասավ այնտեղ, որ դա ինչ որ մի ժամանակ նույնիսկ մեր հարգարժան ընդդիմության համար հիմնական խոսույթի թեմաներ, թե ինչպես Snoop Dogg-ի համերգ ասելով արդեն կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ։ Բայց իհարկե հանգամանքները հիշում եք ինչ տեղի ունեցավ, բայց ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Մենք հետևականորեն աշխատեցինք այդ թեմայի վրա եւ ըստ էության այս տարվա ամռանը այդ սկսած գործով, սկսած եւ ձախողված գործը ավարտվեց, թերևս սխալված չեմ լինի ասել, երրորդ հանրապետության պատմության մեջ շոու բիզնեսի ոլորտի ամենամեծ կոմերցիոն, առնվազն կոմերցիոն իմաստով ամենամեծ իրադարձությամբ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի հանրապետական մարզադաշտում, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն։ Հաջորդը ավիացիոն ոլորտի մեր խնդիրները, որը մենք այս ընթացքում